Եթե 2008-ի մարտի 1-ը չլիներ, չէր լինի 2016-ի պատերազմը։ Եթե 2018-ի հեղափոխությունը չլիներ, չէր լինի 2020-ի պատերազմը։ Եթե ճիշտ կողմնորոշվեինք 2021-ին, ջերմուկում դիրքեր չէինք հանձնի։ Եթե մենաշնորհները երկրում արմատախիլ արվեին, գներ այսքան չէին թանկանա։ Եթե պետությունը սահմանային լուրջ վերահսկողություն կիրառեր, այսքան թմրանյութ չէր ներթափանցի երկիր։ Եթեների շարքը կարելի է երկար շարունակել։ Էականալ չէ, թե որքանով ես համամիտ այս թեզերի հետ, բայց կա մեկ եթե, որի հետ չհամաձայնել չես կարող։ Եթե յուրաքանչյուր ոք մասնակցեր ընտրություններին, շատ աղետներից ու բացասական երևույթներից հնարավոր կլիներ խուսափել։ Այսինքն, եթե ամեն մարդ գիտակցի, որ ընտրությունների մասնակցությունը, քաղաքական պատասխանատվությունը եւ պետության կառավարման վրա քաղաքացիների ազդեցության հիմնական ձևը բակային տաղավարներում լրիվ այլ հարցեր ու թեմաներ կքննարկվեին։ Եվ առասարակ պետք է ոչ թե քննարկել, այլ քվեարկել։ Հենց քվեարկելով են մարդիկ որոշում, թե ովքեր են ընդունելու օրենքները, ղեկավարելու տնտեսությունը, բանակը, կրթությունը, առողջապահությունը, այլ ոչ թե փաստի առաջ կանգնելուց հետո հայտարարեն, որ եթե հասարակությունը խելոք լիներ, սրան կամ նրան չեր ընտրի։ Այդ ընտրողներից մեկն էլ հենց դու ես։ Գնա, կատարիր ընտրությունդ, տեր կանգնիր քվեիդ, ու եթե չստացվի, նոր միայն բողոքելու իրավունք ունենաս։ Առաջին հայացքից թվում է, թե կարիք չկա բացատրելու, թե ինչ է լինում, երբ ընտրություններին ցածր մասնակցություն է արձանագրվում։ Այդուհանդերձ երկու բառով նշել։ Ցածր մասնակցության դեպքում որոշումները կայացվում են փոքրաթիվ խմբերի ազդեցությամբ, ինչը չի արտացոլում ամբողջ հասարակության կարծիքը։ Մինչդեռ իշխանությունները ավելի շատ հաշվի են նստում այն հասարակության հետ, որը ակտիվ է եւ վերահսկում է գործընթացները։ Հետևաբար, որքան էլ մարդիկ տարբեր վերաբերմունք ունենան ընտրությունների նկատմամբ, ընտրելու պետք է գնալ, որովհետև այն ոչ միայն քաղաքացիական մշակույթի մաս է, այլև բացառիկ հնարավորություն անձամբ ներգրաված լինելու երկրի ապագայի ձևավորման գործում։ Էդուարդ Պողոսյանն է ուսումնասիրել ընտրության մասնակցության կարևորությունն ու այդ հարցում մի շարք զարգացած երկրների փորձը եւ այժմ կներկայացնի անխելք քննարկողից խելոք քվեարկող տեսանյութը։ Ովքեր են համաձայն անցկացնել Հայաստանի Հանրապետության հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, խնդրում եմ քվեարկել կողմ։ 1991-ին անկախություն ձեռք բերելուց եւ միջազգային հանրության սեղանին հայկական եռագույնը դնելուց հետո առաջին անգամ է Հայաստանը գնում համապետական ընտրությունների, երբ Արցախն ամբողջությամբ հայաթափված է։ Հետպատերազմական երկրի խորհրդանի դահլիճ հասնելուն եւ պետության կառավարման ղեկն իր ձեռքն առնելուն պատրաստ է 19 քաղաքական ուժ, 2 դաշինք եւ 17 կուսակցություն։ Թեպետ 2021-ին, երբ Հայաստանում 44-օրյա պատերազմի վերքերը դեռ առնահոսում էին, նույն համարձակությունը քաղաքական դաշտից 26 ունեին, այսինքն այս անգամ նրանցից 7-ն ընտրապայքարում չէ, բայց մինչև հայտ ներկայացրած ուժերից յուրաքանչյուրն իր սոցիոլոգիական հարցումների տվյալներն է հրապարակում, ընդգծելով սեփական դիրքերի ամրությունն ու առավելությունները, միջազգային անկախ հետազոտությունները փաստում են, Հայաստանում քաղաքացիների մինչև 34%-ը քաղաքականությամբ հետաքրքրված չէ, նրանց մինչև 20%-ը համոզված առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղամաս չի գնալու, հակառակը չի անցկացնում նույնիսկ մտքի ծայրով։ Մարդկանց մոտ նախարարին հերթին կա անվստահություն ոչ թե ընտրական գործընթացների նկատմամբ, այլ անվստահություն հենց այն թեկնածուների քաղաքական թիմերի նկատմամբ, ովքեր որ առաջադրվել են։ Բայց սա պատճառ չէ քաղաքացիական դիրքորոշումը չարտահայտելու համար։ Մասնագետներն իրենց խոսքը օրինակով են հիմնավորում։ Եթե անգամ աշխարհի երեսի բոլոր ճաշատեսակների համը դուր չգա, մարդն իր գոյության համար պարտավոր է դրանցից մեկն ուտել, թեկուզ կրճատելով ընտրանքը այն տեսականին, որն իր առջև դրված է։ Ասենք օրինակ լցոնված բուլղարական պղպեղը քիչ ավելի վատն է, քան նույն խճողակը կարտոֆիլի մեջ։ Սկզբունքը նույնն է նաև քաղաքացի պետություն հարաբերության մեջ, ասում են փորձագետները։ Լայն մասնակցությունը ընտրություններին դա ժողովրդավարության ամենակարևոր անկյունաքարն է։ Ժողովրդի կամքն է, որ արտահայտելու կամքի միջոց է, որը չափազանց կարևոր է, որովհետև մեր ընտրական համակարգն եւ սահմանադրությունը եւ ընտրական օրենքը ունեն որոշ, ասենք, հարթություններ, եթե դու չես ընտրում, քո ձայնը կորում է փաստորեն։
Եվ եթե ընտրում ես այն քաղաքական ուժերին, որոնք չեն անցնում խորհրդարական ընտրությունների շեմը, ձայները հետո պրոպորցիոնալ կերպով բաշխվում են անցնողներին։ Պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի գլխավոր հարցերից է այս մեկը։ Դաշտում օրենսդրության հակասական մեկնաբանությունների պակաս չզգացվեց առաջին իսկ պահից։ Օրինակ, կենտրոնական ընտրականն առաջարկում է մեր լեզվամտածողությունից հանել ձայների փոշիացման տերմինը։ Այն կուսակցությունը, որ ստացել է 4% եւ ավելի, մինչև 3 կուսակցություն գրկող դաշինքի հետ ստացել է 8 եւ ավել տոկոս, եւ 4 եւ ավել կուսակցություն գրկող դաշինքի հետ ստացել է 10 եւ ավել տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած եւ մասնակցում են մանդատների բաշխմանը։ Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները։ Եվ 101 նվազագույն մանդատը բաշխում ենք այս կուսակցությունների եւ դաշինքների միջև հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները որպես 100%։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սակայն վարժությամբ է բացատրում այն, ինչ օրենքն է ասում։ Նա առաջարկում է պատկերացնել հետևյալ իրավիճակը. մասնակցելով քվեարկությանը իր քաղաքացիական պարտքը կատարել է 100 ընտրող, նրանցից 40-ը քվեարկել է մեկի օգտին, 20-ը մյուսի, եւս 10-ը երրորդ ուժի, որոնք հաղթահարել են արգելապատնեշը եւ անցել խորհրդարան։ Այս 70-ը դառնում է 100։ Հաշվարկի process-ում դառնում է 100, որովհետև եթե ճիշտ լիներ այս թեզը, ապա ազգային ժողովը պետք է ունենար 70 մանդատ եւ ոչ թե 101 մանդատ, 101 падգամավոր, 70 падգամավոր պետք է լիներ, այդպես չի։ Եվ այս բանաձևի համաձայն այս 30-ը բաշխվում է, այս ուժերի միջև։ Չի բաշխվում հավասարապես, բաշխվում է անհամաչափ եւ 40 ձայն ստացածը ստանում է ահռելի տոկոս, բանաձևի համաձայն շուրջ 18 ձայն, 9 ձայն մոտ այսպես ստանում է S մի ուժը եւ 4 մանդատ էլ ստանում է S մի ուժը։ Նախորդ 2021-ի խորհրդարանական ընտրություններին մեր երկրի ավելի քան 2.5 միլիոն ընտրողներից միայն 1.281,997-ն էին մասնակցել քվեարկությանը, չէր հատվել նույնիսկ 50%-ի շեմը, այսինքն մեր բնակչության նույնիսկ կեսը չէր մասնակցել այն գործընթացին, որը որոշելու էր, թե ով է Հայաստանը կառավարելու հաջորդ 5 տարվա ընթացքում։ Արդյունքում խորհրդարան անցան միայն 2 ուժ, երկուսը 26-ից իշխանական քաղաքացիական պայմանագիրն ու ընդդիմությունից Հայաստան դաշինքը, իսկ պատիվ ունեմ ազգային ժողով հասավ օրենքի ուժով, անցողիկ շեմը չէր հաղթահարել, բայց ամենամոտն էր դրան կարմիր աթոռներով։ Այս դահլիճում առնվազն 3 քաղաքական ուժի ներկայությունը պարտադիր է։ Եթե նեղ է մասնակցությունը, դա չի արտահայտում Հայաստանի ժողովրդի կամքը եւ Հայաստանի ժողովրդի տեսլականը, քանի որ այս ընտրություններում բարդություններ կան, բնակչությունը մեր բևեռացված է եւ բնական է այդ բևեռացումը, որովհետեւ երբ որ դու պատերազմ ես պարտվում, բնակչությունը բևեռացվում է, խնդիրներ են առաջանում եւ այս պայմաններում կարծում եմ չափազանց կարեւոր է, որ բարձր մասնակցություն լինի։ Քաղաքագիտական ճշմարտության նման մի բանաձև կա նաև դիսկուրսում, թե իշխանություններին ձեռնտու չէ քվեարկության ակտիվությունը։ Քաղաքացիական պայմանագրից պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հակառակն է պնդում։ Իշխանության համար կարևոր է ընտրությունների լեգիտիմությունը, որովհետև դրա պատասխանատվությունը իշխանությունն է կրում եւ փաստ է, որ որքան շատ լինի մասնակցությունը, այնքան ավելի լավ, այնքան ավելի լեգիտիմ։ Իսկ մենք քաղաքացիների շփումներում հորդորում ենք նախ եւ առաջ գնալ եւ քվեարկության եւ իրենց վերաբերմունքը քվեով հայտնել, անկախ նրանից դա մեր օգտին կլինի թե ընդդիմության։ Ընտրություններին ակտիվ մասնակցելու արդյունքը հստակ է, ձևավորվում է իշխանություն, որն այսպես ասած մեծամասնության սրտով է, իսկ հակառակ պարագայում քվեարկությունից հետո գուցե ամեն օր անակնկալները թակեն մեզանից յուրաքանչյուրի դուռը, մասնագետների պնդումն է։ Հարցնում են, իսկ ընտրություններով չհետաքրքրվող օրինակ կոսմետոլոգը վստահ է, որ փոքրամասնության քվեով իշխանության եկած ուժն իր նախընտրական ծրագրում չէր գրել, թե այս ոլորտում գործունեություն ծավալելն արգելելու է։ Այսինքն այդ անտարբերությունը ցույց տալ, որ ոչ մեկի չեն ուզում ընտրեն, չեն ուզում մասնակցել ընտրություններին, հետևանքներ է ունենում։ 2016-ի քառօրյա պատերազմը, 2020-ի 44-օրյան, հետո արդեն նաև 2021-ին եւ դրան հաջորդած ողբերգություններից խուսափելու բանալին հենց համապատասխան պահին սեփական դիրքորոշումը արտահայտելու մեջ տեսնողներ կան։ Քաղաքագիտության դոկտորն էլ այս կարծիքին է։ Հայաստանի քաղաքական ուժերի հարցն է այստեղ,
Հայաստանում ամենաշատը պետք է լինի 5-6 կուսակցություն։ Կարող է լինել մեկ լիբերալ կուսակցություն եւ բոլոր այն կուսակցությունները, որոնք ունեն լիբերալ հայացքներ, միանան այդ կուսակցության հովանու ներքո, մեկ պահպանողական կուսակցություն եւ մենք ունենք նաեւ մեր ազգային կուսակցությունները։ Ընդ որում, շեշտում է Գասպարյանը, համակարգային խնդիրները մեծ իմաստով հենց միայն համակարգային են, խոչընդոտ չեն քաղաքացու համար 5 տարվա մեջ մեկ անգամ 5 րոպե տրամադրելով տեղամաս հասնելու, բայց մեր անկախության անցած 35-ամյա ճանապարհին ըստ նրա բավարար ջանքեր չենք գործադրել բարձր գիտակցությամբ քաղաքացու դաստիարակության գործում, իսկ այն շարունակում է ընտրական հարցերի փորձագետը, դեռ դպրոցից է պետք սկսել։ Շատ ժամանակ երիտասարդները չեն էլ վերցնում իրենց վրա պատասխանատվություն, որ իրենք արդեն այնքան բավականաչափ մեծ եւ հասուն են, որ կարող են մասնակցել ընտրությանը։ Իսկ դա որտեղից է բացի իհարկե գալիս, բնականաբար 18 տարեկան երիտասարդը համեմատում ենք, որ գոնե ավարտել է դպրոցը, եթե նույնիսկ օրինակ բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական հաստատություն չի շարունակում, ապա որտեղից է ստանալու այդ տեղեկատվությունը։ Եթե Հայաստանում ընտրությունների մասնակցությունը պարզապես բարոյական տեսանկյունից է մեկնաբանվում իբրև քաղաքացիական պարտքի կատարում, ապա աշխարհի շուրջ 20 երկրում այն պարտադիր է։ Եվրոպական պետություններ կան կտուգանեն ձեր կարծիքը քվեարկությանը չարտահայտեք, անձնագրային հարց ունենաք, տեսնեն ընտրությանը չեք մասնակցել, խնդիրներ կառաջանան։ Մենք պետք է գոնե բոլոր միջոցները սպառենք հասարակությանը տեղեկացնելու, նոր հետո անցնենք ավելի կոշտ միջոցների։ Ընտրությունը ընդհանրապես քաղաքական ուժերի մրցակցության հանգրվան չէ, դա նաև հանրային պատասխանատվության այն եզակի պահերից է, երբ պետության ապագայի շուրջ որոշումը մի քանի հազար պաշտոնյայի կաբինետներից տեղափոխվում է միլիոնավոր քաղաքացիների ձեռքերը։ Քվեաթերթիկի ընտրությունը, որքան էլ փոքր թվա, իրականում ազդեցություն ունի շատ ավելի մեծ հարցերի վրա, անվտանգությունից ու սահմաններից մինչև կրթություն, հարկեր, բանակ, սոցիալական քաղաքականություն եւ յուրաքանչյուր ընտանիքի առօրյա կյանք։ Յուրաքանչյուր առավոտ կանգնում ենք հայելու առաջ եւ մտածում, ինչ հագնել այսօր։ Օրինակ, մոխրագույն թե սև պիջակ։ Պատկերացնում եք, որ դուք ցանկանաք հագնել այս մեկը, բայց ստիպված կրեք սա, որովհետեւ այդպես է ուզում ձեզ հետ նույն պահին, նույն սենյակում գտնվող մեկ այլ մարդ։ Դժվար է պատկերացնելը, չէ՞։ Հավանաբար նույնքան դժվար կլիներ նաև 19-րդ դարում ընտրական հավասար իրավունքի համար փողոցային պայքարի դուրս եկած մարդկանց պատկերացնել, որ 2 դար հետո քաղաքացիները կարող են ունենալ ընտրական հավասար իրավունք, բայց եւ չմասնակցեն ընտրություններին, որպեսզի քո փոխարեն չորոշեն, թե ինչ պիջակ հագնես դու, անհրաժեշտ է, որ անձամբ որոշես, թե ովքեր քեզ ներկայացնեն այս շենքում, որովհետև ամեն բան կախված է հենց քո քվեից։ Էդվարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրան Կյուն։